աշնան տեսք են տալիս քեզ, իսկ տերևները պես-պես, իսկ տերևները պես-պես, աշնան տեսք են տալիս քեզ։ Նա ծափի ապրեք, բրավո։ Գնացինք, իչա, շարունակություն։ Լավի չէ, Ոչինչ, ոչինչ։ Հասար շատ հասար, սիրուն շատ սիրուն, դարձել է ջանաշուն, հիմա բարձր, բարավայրի մասուն, իսկ տերևները պես-պես, աշնան տեսք են տալիս Ապրեք, դե բոլորս մեզ ծափահարենք ու իջնենք գնանք հավիկների ու բադիկների մոտ։ Ողջույն սիրելի ընկերներ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ կանաչ ուսուցման կենտրոնը։ Ինչպես գիտեք, կենտրոնում համակարգվում է մի նախաձեռնություն ծրագիր եւ մենք ոչ թե ամեն շաբաթ, այլ ամեն օր, անգամ երկուական խմբերով ունենում ենք այսպիսի հրաշք բալիկներ, ովքեր գալիս են ծանոթանալու բնությանը, իրենց ձեռքով ազնվամորի քաղելու, տեսնենք ինչ ասում։ Համաձայն եմ, գնանք սղանք, գնացինք, և երեխաները ծանոթանում են բնությանը, մշակաբույսերին, իրենց ձեռքով բերքահավաք են կատարում և իհարկե մաքուր օդում, նաև ունենում ենք հյուրասիրություն և բոլորից սիրով հրավիրում ենք կանաչ ուսուցման կենտրոն երեխաների հետ այցելելու, սա վերաբերում է և դպրոցականներին, վարժարաններին, կրթական կենտրոններին, մանկապարտեզներին և բոլոր տարիքային խմբերի հետ մենք կարողանում ենք աշխատել։ Ով նկատեց, որ այստեղ ազնվամորի կա։ Ապրես։ Տեսեք, էլի եմ գտել, կերեք, զամբյուղի մեջ մի լցրեք, կերեք, Ես թողնեմ որպես փոքրիկ ինֆորմացիոն հոլովակ և խնդրեմ կիսվեք ձեր էջերով, որպեսզի շատ ավելի մանկապարտեզներ, վարժարաններ, նախակրթարաններ, դպրոցականներ կապ հաստատեն կանաչ ուսուցման կենտրոնի հետ, կապ հաստատեն Մարիամի հետ և գան մեզ հյուր այս պահի դրությամբ նույն կրթարանի երկու տարբեր խմբերեն, մի խումբը այնտեղից գալիս է, մի խումբը համակարգում եմ ես, ուղեկցում եմ։ Եվ սա նաև լավագույն առիթն է, որպեսզի երեխաներին ծանոթացնելով բնության հետ, դրսի խաղերի հետ կտրենք նրանց հեռախոսներից այն ժամանակահատվածը, որ նրանք ծախսում են հեռախոսների մեջ անցկացնելու համար, սովորեցրեք անցկացնել բակում, գյուղում, ընկերների հետ շաբաթ կիրակիներ այցելեք գյուղեր և եթե հնարավորություն չունեք կամ գյուղ չունեք, դուք կարող եք գալ կանաչ ուսուցման կենտրոն։ Հիմա ես երեխաների փոխարեն չարաճճիություն անեմ և վազեմ հավիկի հետևից։ Վաու։ Իսկ սագերը ով գիտի, դուք խաղում եք։ Սագեր, տուն եկեք սագերին կանչենք։ Եկեք սագերին կանչենք։
Չէ, այտենց, հա? Սագեր, տուն եկեք։ Ինչի համար։ Գայլը սարի ետևն է։ Մեզ ինչ կա, այն կողմից գնացին, գնանք այն կողմից։ Ես այս կողմից գամ, դուք գնացեք այն կողմից կանչեք։ Սագեր, կանչեք որ գան։ Բռնենք հավիկին։ Եկեք բռնենք։ Լավ, եկեք այդքան հեռու չգնանք։ Գնացինք։ Եկեք։ Երեխաներ։ Գնում ենք։ Եկեք ասեմ։ Յոժիկ կա, բայց տեղը չգիտեմ, նրանք թաքնվում են, իսկ յոժիկը հայերեն։ Ապրես։ Էսա գնում ենք այն կողմի վրա, հա ու այն կողմով իջնենք արդեն ճաշելու։ Օ, այդ ինչքան բերք եք դուք հավաքել, իսկ մենք ընդամենը մի քիչ լոլիկ եւ անանուխ։ Մարիամ ջան, ողջույն, խնդրում եմ պատմեք մեր ընկերներին, հետևորդներին այս ծրագրի մասին եւ ինչպես ենք հրավիրում, ինչպես մասնակցեն մանկապարտեզները։ Չենք հրավիրում ցանկություն, եթե ունեն երեխաներին բերեն գյուղական միջավայր, որտեղ երեխաները իրենց ձեռքով կհավաքեն բերք, Արփին օրինակ շատ սիրեց Ազնվամորին, կտրվի եւ սղարաններին գնաց, եմ ուզում ենք գնացինք սղարան, երեխաները շրջայց են անում, բերք են հավաքում, ծանոթանում են բուսակաբույսերի հետ, ավանդական եւ ոչ ավանդական, եւ վերջում եւ սենց արդեն գյուղի միջավայրից գնացինք, գնում ենք եւ ուտում ենք տատիկի պատրաստած համով կանդակները, անանուխով թեյ ենք համտեսում, այսպես Շատ լավ, շնորհակալություն, ես հիմա վերնագրի հատվածում նաև կտեղադրեմ Մարիամի կոնտակտները եւ սիրով սպասում ենք ձեզ, ձեր նամակներին եւ ուրախ ենք ձեզնից յուրաքանչյուրի հետ համագործակցությանը։ Ասում եմ ձեզ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։ Բայց սա ինչա։ Սա ելակա, բայց